Քաղաք Թավրիզ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում, արևելյան Ադրբեջանոստանում և հանդիսանում է վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի մարտահամարի տվյալներով կազմում է 1.558.693 մարդ։ Տեղադրված է Աջիչայի գետի հովտում, ծովի մակարդակից 1364 մետր բարձրության վրա։ Թավրիզը բնակչությամբ Իրանի օսթանի 6-րդ ամենախոշոր քաղաքն է, Թեհրանից, Մաշհադից, Սպահանից, Քարաջից և Շիրազից հետո։ Թավրիզը հիմնադրել են Սասանյանները 3-ից 4-րդ դարերում։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին պարսկերեն Թեբրիզ տեն դվանող բառից, նկատի են ունեցել տեղանքի առողջարար կլիման։ Հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունը պահպանվել է Փավստոս Բուզանդի մոտ և հիշատակվում է Թավրեզ, Թավրեժ և այլ ձևերով։ Թավրիզի շուկա Թավրիզի ամենահին փակ շուկան, որը 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դարեր շարունակ Թավրիզ քաղաքը կանգնած է եղել Մետաքսի ճանապարհին։ Քաղաքից այս ճանապարհը շարունակվել է դեպի հյուսիս, հարավ և արևմուտք։ Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն։ Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան։ Հետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարություն։ Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն։ Որպես օրինակ Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում, և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրանքների վաճառքում։ 16-րդ դարում, երբ Սեֆյանների մայրաքաղաք դարձավ Թավրիզը, շուկայի համար սկսվեց ծաղկման շրջանը։ 17-րդ դարում քաղաքը դադարեց լինել մայրաքաղաք, սակայն չկորցրեց տնտեսական և առևտրային առումով իր կարևորությունը։ Մեր օրերում, չնայած շուկայում մեծ թվով ժամանակակից առևտրի կենտրոնների և խանութների առկայությանը, Թավրիզի շուկան շարունակում է պահպանել ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ նահանգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը։ Հատկանշական է, որ Թավրիզի շուկան մի քանի անգամ եղել է քաղաքական կռիվների բեմ։ 1905-ից 1911 թվականների սահմանադրական հեղափոխության և 1978-ից 1979 թվականների իսլամական հեղափոխության ժամանակ։ Շուկան նաև համարվում է մի քանի կրոնական ծիսակատարությունների անցկացման վայր։ Շուկայի տարածքում Աշուրայի օրերին մուսուլմանները 10 օր շարունակ անցկացնում են Աշուրայի հիշատակի երեկոներ։ Այդ ընթացքում շուկայում առևտուրը դադարեցվում է։ Կրոնական ավանդույթի համաձայն Թավրիզի շուկայի հետնամասում կառուցվել են մի քանի մզկիթներ, դրանցից ամենահայտնին ուրբաթօրյա մզկիթն է։ Ներկայումս շուկայի տարածքում գործում է 28 մզկիթ, 8 դպրատուն, 7 շուկա, 5 բաղնիկ և 1 մարզասրահ։ Թավրիզի կապույտ մզկիթ հայտնի պատմական մզկիթ է Իրանի Թավրիզ քաղաքում։ Մզկիթն ու մի քանի այլ հասարակական շինություններ կառուցվել են 1465 թվականին Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարակոյունլուների պետությունը։ Մզկիթն ամբողջությամբ պատված է եղել կապույտ խճանկարով։ Որոշ աղբյուրների համաձայն Շահ Ջահանը սպանվել է Ուզուն Հասանի կողմից և թաղվել մզկիթի տարածքում։ Նույն աղբյուրներում նշված է նաև, որ մզկիթի տարածքում գտնվող երկրորդ դամբարանը պատկանում է Շահ Ջահանի կնոջը։ Շահի դամբարանը կառուցվել է մզկիթի հարավային մասում և ամբողջությամբ մարմարից է։ Քարերի վրա արված են փորագրություններ Ղուրանի այաներից։ Մադամ Ժան Դիալաֆուան, ով եղել է ֆրանսիացի հնագետ,
Ֆրանսիայի կառավարության կողմից հնեաբանական աշխատանքներ իրականացնելու համար այցելել է Իրան, այդ թվում նաև Թավրիզի Կապույտ մզկիթ։ Ավելի ուշ մզկիթի մասին գրքում նա այն անվանել է Թավրիզի Կապույտ մզկիթ, Le Mosquée Bleu de Tabriz։ 1779 թվականի երկրաշարժի ժամանակ մզկիթը լուրջ վնասվել է և դրանից մնացել է միայն մուտքը։ Երկրաշարժի հետևանքով փլվել են մզկիթի գմբեթները։ Մզկիթի ավերակները առանց վերականգնվելու մնացել են 150 տարի։ Վերակառուցումը սկսվել է 1973 թվականին Իրանի մշակույթի նախարարության վերահսկողությամբ և շարունակվում է մինչ օրս։ 1976 թվականին հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեցին և իրականացվեցին հիմնական փոքր գմբեթի վերականգնման աշխատանքները Մուհամմադ Ռեզա Մեհմանարիի նախագծով։ Մզկիթի ներքին և արտաքին սալիկապատման աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Թավրիզի Կապույտ մզկիթն իր յուրահատուկ սալիկապատմամբ և յուրահատուկ նախշերով ու հատկապես օգտագործված լաջվարդ գույնով հռչակված է որպես իսլամի փիրուզա։ Ճարտարապետական կառույցն ազերիական է։ Մզկիթի կառույցը քառակուսի է։ Մզկիթում եղել են ջրավազան և կրոնական դասարաններ։ Բացի այդ, մզկիթն ունեցել է սենյակներ ապաստարան փնտրողների համար։ Մզկիթի հիմնական կառույցը աղյուսային է, ունի 7 փոքր գմբեթներ։ Գմբեթները ծածկել են հիմնական հրապարակի, արևելյան ու արևմտյան շաբեստանների տանիքները և մզկիթի մուտքը։ Շաբեստանները փոքրիկ սենյակներ են, որտեղ ժամանակին եղել են կացարաններ։ Հատկանշական է, որ մզկիթի գմբեթների կառուցապատման մեջ չի օգտագործվել երկաթբետոնե հիմք։ Դա պատճառ է դարձել, որ գմբեթների վերանորոգումը շատ դժվար լինի։ Մզկիթի հիմնական շինությունը տեղակայված է մեծ հրապարակի վրա, որը քառակուսի է։ Մզկիթը մոառախ սալիկապատման տեխնիկա և բազմերանգ սալիկի ու աղյուսի համադրության արդյունքում հռչակվել է որպես իսլամի փիրուզա։ Մզկիթի ամենատեսարժան մասերից է առաստաղը, որում օգտագործվել են ոսկի և լաջվարդ, այն եզակի է իր տեսակի մեջ։ Կառուցապատման համար օգտագործված սալիկների վրա գրություններն արված են խուֆի և սոլս տեսակի ձեռագրերով։ Դրանցից կարելի է հասկանալ, որ այս վայրը եղել է Շահ Ջահանի հաղթանակները նշելու վայրը։ Մզկիթի պատին ամրացված արձանագրության վրա գրված է Նեյմաթոլլահ Բեն Մոհամմադ Ալ-Բաբայի անունը, ով եղել է մզկիթի գեղանկարների հեղինակը։ Ամիր Նեզամի տուն, պատմական շենք Իրանի Թավրիզ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում։ Շենքի տարածքը զբաղեցնում է 1200 քառակուսի մետր։ Շինությունը կառուցվել է թագաժարանք Աբբաս Միրզայի օրոք։ Վերակառուցվել է Հասան Ալիխանի և Ամիր Նիզամ Ալ-Գարուսի օրոք։ Վերջինիս կառավարման շրջանում եղել է կառավարական նստավայր։ Հետագայում կառույցը ժառանգել են հաջորդները։ Որոշ ժամանակ շինության մասին ոչ ոք հոգ չի տարել։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ շինությունը հայտնվել է բավականին վատ վիճակում և քննարկումներ կային քանդելու և տեղում դպրոց կառուցելու մասին։ Սակայն շինությունը գնել է մշակութային ժառանգության կազմակերպությունը, ժողովրդական արհեստների և զբոսաշրջության ընկերությունը։ 1993-ից 2006 թվականներին տեղի է ունեցել մեծ վերանորոգում, որից հետո ստացել է ազգային ժառանգության կարգավիճակ։ Տունն ունի 2 հարկ։ Ներքին և արտաքին հարկերում կան այգիներ և լողավազաններ։ Պատշգամբի ճակատի ողջ երկարությամբ կան 16 սյուներ։ Վերին հարկում կան վիտրաժներով շարժական պատուհաններ։ Նկուղը բավականին մեծ է, որտեղ կա լողավազան։